Սիրելիներս, բոլորս հիմա ներկա եղանք և ականատեսը եղանք ցավով իրական Հայաստանի արդարադատության իրականացմանը։ Նորից ցավով պիտի ասեմ, արդարադատություն, որը իրականացվում է, իրական ավտոկրատիկ ռեժիմի ստեղծած մի մթնոլորտում, բնականաբար, որը վախի, կամակատարության, քմահաճույքի կատարման մթնոլորտ է։ Մեզ համար հայտնի է, որ Միքայել Սրբազանի այս ամբողջ դատական գործը և հիմնական մեղքը նրանում է կայանում, որ նա հայ եկեղեցու հոգևորական է և պետք է հայ եկեղեցու հոգևորականին որևէ կերպ պատժել։ Ինչպես մեր նախորդ հայտարարության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նշել էինք, որ մենք չենք ընդունում Միքայել Սրբազանի մեղավորությունը, որ շինված ապօրինի գործընթաց է գնում, մենք նույն կարծիքին ենք մնում, առավել ևս համոզվեցի, երբ այսօր մեղադրող կողմը մի անգամից 2.5 տարվա խափանման միջոցը որպես ազատազրկում առաջարկեց։